Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայկառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Ղուկասյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Ղուկասյան, ընդհանուր հարց եմ տալու, ինչ է կատարվում այսօր Հայաստանում, ոմանք ասում են, սա հարձակում է եկեղեցու վրա, մյուսները ասում են, ոչ, սա հարձակում է պետության, պետականության վրա, ընդ որում եւ կա նաև տեսակետ, որ այս ամենը երրորդ ուժերի կողմից ղեկավարվող Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի տարրեր են կամ երևույթներ են։ Ինչ է կատարվում ըստ ձեզ, ոնց է գնահատում իրավիճակը դուք այսօր։ Իշխող ուժը քաղաքացիական պայմանագիրը եւ իր առաջնորդը ունեն այսօր նվազագույն աջակցություն հանրային եւ գտնվում են ճգնաժամի մեջ։ Ընդառաջ ընտրություններից իրենք ունեն չափազանց ցածր արդյունքները ցույց են տալիս չափազանց ցածր աջակցություն։ Սա մի ճգնաժամ է, կարելի է անվանել քաղաքացիական պայմանագրի ճգնաժամ։ Երբ քաղաքացիական պայմանագիրը կանգնած է այն իրողության առջև, որ վերարտադրվել պարզապես ընտրություններում մասնակցելով հնարավոր չէ, պետք է կիրառել ինչ-որ տեխնոլոգիաներ, որտեղ եթե լինեն ազատ արդար ընտրություններ, քաղաքացիական պայմանագիրը, ինչպես դա տեսանք Գյումրիում, մեծամասնություն չկազմեց, այնպես էլ համապետական ընտրություններում չի կազմի մեծամասնություն։ Խորհրդարանական ընդդիմությունը եւս գտնվում է ճգնաժամի մեջ եւ եւս դա խնդիր է, որը որ փորձում են լուծել եւ ցածր աջակցություն նույնպես այդտեղ գլխավոր գործոնն է։ Այդ ցածր աջակցությունը խորհրդարանական ընդդիմության պրոքսի ուժերին տրթում է ռադիկալիզացիայի բողոքի ակցիաների ռադիկալիզացիայի։ Ինչի է գնում այդ ինչ մասին է խոսքը այսօր։ Մի կողմը ունի չափազանց ցածր աջակցություն մտահոգված է իր վերարտադրությամբ, մյուս կողմը ունի չափազանց ցածր աջակցություն, ռադիկալիզացիայի մեջ է տեսնում իր բողոքի ռադիկալիզացիայի մեջ է տեսնում իր հնարավորությունը ազդել քաղաքական պրոցեսների վրա։ Այս դրության մեջ մենք տեսնում ենք բախում, որտեղ իշխող ուժի տեսակետից եկեղեցին մի քանի պատճառով կոչնդոտ է, այստեղ արդեն մենք պիտի վերլուծենք իսկ քաղաքականությունը որն է, այսօր իշխող ուժի քաղաքականությունը, գիտեք բոլորը, արեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, գինը նույնպես բոլորը գիտեն, մերժեց Նիկոլ Փաշինյանը Արցախի ինքնորոշման իրավունքը, ժխտում է ցեղասպանությունը, սա է գինը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու, ինչ որ այլ մանր-մունր զիջումներ կամ ոչ մանր-մունր։ Այդ սա այն կուրսն է, որը որ առաջ է տանում այսօրվա կառավարությունը։ Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն հանդիսանում է հայ ժողովրդի ազատության օրինական շահերի պաշտպան։ Ինչպես ինքն է դա հասկանում։ Իհարկե, այստեղ պիտի լինի գաղափարական կոնֆլիկտ։ Եկեղեցին չի կարող սպասավոր դառնա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության։ Պարզապես չի կարող, նա կդադարի այդ դեպքում եկեղեցի հայ առաքելական եկեղեցի լինելուց, կարող է այլ եկեղեցի դառնալ։ Եվ այս երկու հանգամանքը քաղաքական ճգնաժամները ընդդիմության եւ իշխող ուժի, այն որ իրենք հանրության վստահությունը կորցրել են համապատասխան զանգվածների, պետական կուրսը, որը որ իրականացնում է այսօրվա կառավարությունը, բերեցին այս անխուսափելի պետք է բերեին այս կոնֆլիկտի։ Փաստորեն սա այսպես ակադեմիական ներկերով ձեզ ներկայացրեցի պատկերը։ Այո, դուք ասացիք, որ կա երկու ուժերն էլ, եւ իշխող ուժը եւ ընդդիմությունը ճգնաժամի մեջ են, եւ սա մենք ականատես ենք երկու ճգնաժամի մեջ, ըստ ձեզ, երկու ճգնաժամի մեջ գտնվող քաղաքական ուժերի բախման։ Այո,
Ռեժիմը հոգեվարկի մեջ է։ Ռեժիմը հոգեվարկի մեջ է, այո, հասկացա ինչ եք ասում։ Բարի բուն իմաստով հոգեվարկի մեջ։ Լավ, եւ ընդդիմությունը երևի թե եթե ճգնաժամ է։ Ճգնաժամ ինչ է նշանակում։ Նշանակում է երկուսն էլ հետևորդներ չպետք է ունենան ըստ ճգնաժամի տրամաբանության չունեն։ Նշանակում է արդյոք որ գոնե այս փուլում ըստ ձեզ հասարակությունը կարելի ենք գոնե համարել որ հասարակության միջև բախում չի լինի, որովհետև եթե հետևորդներ չկան, կրքերը այդքան գրգռված չեն եւ բախում քաղաքացիների միջև չի լինի։ Քաղաքացիների մեջ գաղափարական պարակտում չկա, հայ ժողովուրդը մերժում է այսօրվա իշխանությունների քաղաքականությունը, դա ցույց է տալիս հարցումները, այսինքն կուրսը պետական հայտարարած, որը որ իրականացնում է Փաշինյանը, մեծամասնության կողմից մերժվում է, դրա համար ինքը չունի հանրային օժանդակություն, իսկ խորհրդարանական ընդդիմությունը չունի հանրային օժանդակություն, նախորդ տարիներին իրենց կառավարման ձեռք բերված բացասական բարձր ռեյտինգի, այդպես են ասում, պատճառով խորը անվստահությունը այդ ուժերի նկատմամբ։ Հիմա այստեղ եկեղեցու հարցն է, չէ՞ որ հիմա ես իմ նախաբանից մեջ էլ ասացի, որ այստեղ երկու դրույթ է ի հայտ եկել եւ քննարկվում, ասում են, եթե որտեղ են հոգեվորականները այստեղ, եթե դուք բերում եք ընդդիմություն եւ իշխանություն, պետք է մենք հասկանանք, որ այնուամենայնիվ մենք ունենք նաև Նիկոլ Փաշինյան իշխանություն եւ կաթողիկոս կամ հոգեվորականներ կամ եկեղեցու սպասավորների միջև ինչ որ կոնֆլիկտ քննարկվում է, եթե հոգեվորականների կամ եկեղեցու սպասավորների հանդեպ ինչ որ խնդիրներ են առաջադրվում ընդհանուր մինչև ձերբակալությունը, դա հարված է հայ առաքելական եկեղեցուն, մենք ընդդիմություն իշխանությունը քննարկեցինք, հիմա եկեղեցի իշխանություն ենք նայում ենք որտեղ է այդտեղ եկեղեցու խորամանկ հարց եք տալի Գայանից։ Խորամանկ չի, պարզ հարցնում եմ, դուք բերեցիք, ասացիք այնինչ այսօր կատարվում է, դա պարզ ընդդիմություն իշխանություն փոխհարաբերություն են, երկուսն է ճգնաժամի մեջ են եւ բախում է տեղ ունեցել։ Ես ասացի, որ պետական կուրսը հակասում է եկեղեցու գաղափարախոսության։ Հիմա դրա համար ես ուզում եմ դուք ոչ լսեցի եւ հիմա ուզում եմ դուրս բերեմ, որպեսզի զարգացնեք այդ հիմա միտքը եւ բացատրեք։ Ինչ է անում եկեղեցին այս դեպքում։ Եկեղեցին իր դիրում է, իր դիրույթում է, ապրում է իր կյանքով, ինչ պիտի անի եկեղեցին։ Եկեղեցին խոչընդոտ է երկրում տարածել գաղափարախոսություն, որ պետք է շղթել ցեղասպանությունը, ինչ լավ է որ մերժեցինք Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչ լավ է որ արցախցիներին էթնիկ զտման ենթարկեցին, այդ բաներին եկեղեցին չի կարող աջակից լինի։ Ինքը իր համար առանձին իր կյանքով ապրում է։ Իշխանությունների համար դա խոչընդոտ է։ Իշխանությունը երևի կուզենար, որ կաթողիկոսը դիմեր ժողովրդին, ասեր պետք է շղթել ցեղասպանությունը, մերժել Արցախի իրավունքները, ազատ։ Դա չի լինում, դա կնհայտ չի Գայանե ջան։ Ինչ կա դե քննարկելու, ուզում եմ ասել, դե կա բան քննարկելու։ Այո, իհարկե կա, որովհետև հասարակության մենք խոսում ենք պարոն Ղուկասյան, մենք միասին չենք, չէ՞ զրուցում։ Մենք զրուցում ենք հասարակության համար։ Միասին մենք մի քիչ այլ հարցեր ենք քննարկում, որին որ դա պետք է բացատրել, եկեք մեր զրույցը։ Լավ, չէ, ուղղում ենք, անպայման ես ուզում եմ ուղղել, որովհետև քննարկվում է նաև հետևյալ հարցը։ Մարդիկ, որոնք որ այդ բաները չեն հասկանում, իրենք այլ բաներ, ի վիճակի չեն հասկանալու ի սկզբանե։ Շնորհակալ եմ այդ դիտողության համար եւ շարունակում եմ այնուամենայնիվ կա տեսակետ, որ եկեղեցին այնուամենայնիվ, ինչպես դուք ասում եք, պետք է զբաղվի իր գործունեությամբ, իսկ հիմա եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։ Դրան ինչ եք պատասխանում։ Սրբազանի ընտրությունը, ի նկատի ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կարծեմ թե հանդիպումները վեղափարի մոտ եւ այլն եւ դա նկատի ունի։ Դե հասարակությունը դա տեսնում է եւ ձեր մեկնաբանությունն է սպասում։ Ես չեմ կարծում, որ մեր երկրում եկեղեցին հանդիսանում է ընդդիմադիր աշխատանքի, ընդդիմադիր պայքարի կազմակերպիչ կենտրոն։ Այն փաստը, որ Բագրատ Սրբազանը գլխավորեց այդ Սրբազան Թավշի պաշտպանություն, Սրբազան շարժում եւ այլն, այդպիսի հիմքեր չի տալիս ինձ
մտածելու, եթե դա էր Դա էր իմ հարցը։ Հստակ է ինձ համար Եվ պատասխանն էլ հստակ է։ Մեր երկրում այդ պայքարում չկա։ Իսկ եթե շարունակել այդ, այսպես ասած, գիծը հետևելով քրեական հետապնդումների Միքայել Աչապարյանի մասով, ապա եւ ես չեմ համարում, որ Միքայել Աչապարյանը նույնպես ինչ որ քաղաքական ծրագիր ունի երկրում ընդդիմություն ձևավորելու, ընդդիմադիր պայքար գլխավորելու եւ կարծեմ թե երեք ինքը հրաժարվեց։ Ոչ թե հրաժարվեց, երբերին հրաժարվում են, Ասած խնդրում եմ ինձ չխառնել այդ թեմաների մեջ։ Այսինքն մոտավորապես այդպեսին է ձևակերպել նման ձեր հարցերը, որը խոսքը գնում էր, որպեսզի կիսատ չլինի մեր ձևակերպումը, խոսքը գնում էր այն մասին, որ իրեն են առաջադրել վարչապետի պաշտոնին, ինչ քաղաքական ուժեր, այո, առանց իրեն հետ համաձայնեցնելու, նա ասաց իմ աշխատանքը այն ինչ ես անում եմ, դա ինձ բավարար է։ Ձեր հարցի պատասխանն է։ Շնորհակալություն, դա անհրաժեշտ էր այդ հարցը։ Ես համենայն դեպս ես այդպես եմ կարծում, որ անհրաժեշտ էր դա քննարկել։ Ինչ եք կարծում, ինչպիսի զարգացումներ են սպասվում եւ ամենակարևորը եւս առաջին իմ հարցի մեջ կար տեսակետ, որ երրորդ ուժերի կողմից է այս ամբողջը մեծ շերեփը առած խառնում են մեր ներքին կյանքը, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որպեսզի խփեն Հայաստանին, այսպես ասած, թուլացնեն Հայաստանին։ Նորից պիտի հետ վերադառնամ իմ նախորդ ասացին։ Երրորդ ուժերի ձեռագիր ձեռ իշխանությունը նենց լավ վիճակում է, ընդդիմությունը նենց լավ վիճակում է, որ երրորդ ուժերը խառնվել են, որ խանգարեն, իմ ասածը հետևյալն էր։ Այո։ Ներողություն պարզ ասեմ, իշխանությունը քաքի մեջ է, ընդդիմությունը քաքի մեջ է, երրորդ ուժերը ստեղ նույնիսկ կարիք չունեն խառնվելու։ Ինչ կա տեղ խառնվելու։ Բանից թելից կախված իշխանություն, թելից կախված ընդդիմություն, հանրային օժանդակություն չունեցող խղճուկ քաղաքական ինչ-որ խմբերի խղճուկ վիճակ, արդեն չէ, դիսկուրսը խոսակցությունը իջել է մակարդակի, այնտեղ տրուսիկի մեջ, հա, ինչ-որ սենց բաներ են որոնում, վարչապետի մակարդակով, հա, այդ ինչի մասին է խոսում, բան է։ Երրորդ ուժերը, ես ոչ թե արդարացնում եմ երրորդ ուժերին, եթե դա է նկատի ունեք Ռուսաստան, Թուրքիա, Ֆրանսիա, ԱՄՆ, չգիտեմ, Ադրբեջան։ Պողոսյան, ես նկատի չունեմ, ես ասում եմ այն ինչ խոսվում է, ես ձեր մեկնաբանությունն եմ խոսում, բայց ես եմ ասում, լավ, վեճի եք բռնվում, որը անտեղի է։ Թեզերը հոգնել ենք այդ թեզերից, էլի բացեք աչքերը, նայեք իրողությանն, էլի, չեք իրողությունը չեք տեսնում։ Մեծ Արարատը դուրս է գալի փողոցից, չեք տեսնում, նայում եք ու չեք տեսնում։ Ինչը։ Իրողությունն է, իրողությունն է, խղճուկ վարչապետին, այս խղճուկ ընդդիմությանը, չեք տեսնում։ Ոնց կարելի է չտեսնել։ Այդ նույնը որ մենք հիմա քննարկենք, գիտեք, արևը ամենառավոտ։ Լավ, դուք ասում եք խղճուկ է։ Նորից վերադառնում ենք ձեր առաջին իսկ ձևակերպմանը։ Խղճուկ եք ասում հիմա, մի քիչ առաջ ասում եք ճգնաժամի մեջ որ բանում էլի Ռուսաստանում կամ չգիտեմ որտեղ նստած մտածում են, ոնց անենք այս մարդկանց ռեյտինգը ավելիցնենք, հա։ Խղճուկ են, ճգնաժամի մեջ են եւ բախվել են։ Մենք նայում ենք սա այսպես կողքից, տեսնում ենք ինչով է վերջանալու եւ ինչով է վերջանալու։ Հայտարարվում են Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ավելի է նվազում այդ օժանդակությունը, ձայներ ավելացրեց Նիկոլ Փաշինյանը իր գրառումներով Facebook-ում։ Կամ հեղինակություն ավելացրեց։ Հեղինակություն, ասացի, ինչ տոչնի է այս մարդը, ինչ Դե օրինակ Ռուսաստանից ինչ որ մի մեկնաբան ասել էր, սա հայկական Թրամփն է, հասել է դրան, այդպիսի գնահատական է ստացել։ Փաշինյանն էլ սպասում էր, որ իրենք ասեն, սա հայկական Մարտին Լյութերն է, հա, որ, հա։ Դե համենայն դեպս Թրամփ ասել է հայկական Թրամփն է եկեղեցու։ Դա խնդալու է այդ ամեն ինչը, իմ կարծիքով ակնհայտ է, որ արդյունքում երկու կողմն էլ կորցում են օժանդակություն տարբեր պատճառներով։ Ընդդիմության կողմնակիցները այդ ռադիկալիզացիայից վախենում են քրեական հետապնդումներ եւ այլն հեռանում են եւ այլն, ովքեր որ գաղափարապես կիսում են ընդդիմության գաղափարը, որ հարկավոր է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահել բարձր մակարդակով, մերժել մնացած բոլոր աշխարհ քաղաքական
ուղղությունները։ Սա է, չէ, վերջը։ Ինչի շուրջն է այս ամեն ինչը։ Եվ հիմա այդ մարդկանց շրջանակում նույնպես պակասում են կողմնակիցները, որովհետև տեսնում են քրեական հետապնդումներ, վախենում են, դա բնական բան է, չեն, այսպես ասած, հեռանում են այդ բաներից, էլի, իսկ նրանք ովքեր որ տարբեր պատճառներից ելնելով ենթադրենք այդ հարցումների մեջ պատասխանում, որ հարցին ում կքվեարկեք, ասում էին քաղաքացիական պայմանագրի, պարզապես տեսնում են խայտարակությունը իշխանության ներկայացուցիչների, իրենց ելույթները, իրենց մտքերը, որոնք իրենք հիմա այսպես այդ ճգնաժամի մեջ հպճ արտահայտում են եւ հիասթափվում են ավելի եւ ավելի։ Հայ-թուրքական հարաբերություններն են կարծես թե ակտիվացել, Սաակաշվիլին անգամ ասում է, ահա, հեսա, սահմանը կբացվի, ամեն ինչ կլինի, ռուսական 102-րդ բազան դուրս կհանեն, մենք ենք վրացիներս հետ ենք ընկնում, մենք պետք է միավորենք, մենք պետք է տարածաշրջանում ուժեղ լինենք, հայ-թուրքական հարաբերությունները։ Չեմ տեսնում հայ-թուրքական հարաբերություններում։ Սաակաշվիլին ինչ-որ մոտ է, որ հեսա բացվելու է։ Սաակաշվիլին անշուշտ ավելի մոտ է Թուրքիային կամ ես։ Կամ ես։ Կամ դուք, Առավել գուցե Փաշինյանը փորձում է այդքան մոտ դառնալ Թուրքիային ինչքան Սաակաշվիլին, բայց պիտի նայի Սաակաշվիլին եւ հարց տա հիմա Սաակաշվիլին որտեղ է։ Որտեղից է Սաակաշվիլին այդ մտքերը արտահայտում։ Facebook-ում կարծեմ։ Բանտից։ Այո, Facebook-յան իր էջում է գրում, բանտից, իհարկե, բա որտեղ են նա։ Վաղուց տեղական ժամանակ։ Ես այդ դա նկատի ունեի, որ եթե Թուրքիան իր, այսպես ասած, պրոքսին չի կարող պահել, հա, այդ ազատազրկումից, վստահել այդքան ինչքան Փաշինյանն է կարծես թե ուզում վստահել, ամենայն դեպս ցուցադրաբար, հա, ինքը դա մատուցում է մեզ բոլորիս իր առանձնահատուկ վերաբերմունքը Էրդողանին, դա իր գործն է, ինքը կարա այդպես անի, բայց Սաակաշվիլի օրինակը, որը որ դուք բերեցիք հակառակի մասին։ Մարդ վստահեց Թուրքիային, հիմա բանտում է։ Եթե համարենք, որ մենք այսպես պատմություն ենք գրվում 18 թվականից սկսած, ամեն մի քաղաքական գործիչ ունի իր պատմությունը, իր հետքը։ Այս պահին դեռ իհարկե Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության ղեկին, եթե մենք փորձենք հաշվել, թե կամ գրանցել, ինչ հետք է թողել Փաշինյանը Հայաստանի իրականության, պատմության մեջ։ Ինչը կարող ենք արձանագրել այս պահին որպես արձանագրություն, ոչ թե ընթացքում է դեռ, այլ այս սա արեց, լավը, վատը, մի 3 բան, որը ձեր մտքին կգա։ Իմի բերենք, ես ուրիշ ձև եմ նայում։ Ոնց ուզում եք, ինչպես ուզում եք։ Կայանը, տեսեք, դա անվիճելի է, որ Հայաստանում ավտորիտար կառավարման համակարգ էր մինչև 18 թվական։ Իսկ դա ինչ է նշանակում, բառեր, ավտորիտար ռեժիմ, սա լսել են, իսկ դա ինչ է նշանակում, ինչ-որ բան նշանակում է, չէ, դա նշանակում է, որ գործադիր իշխանությունը ենթարկում է իրեն օրենսդիր և դատական իշխանությունները և երկրում ապահոված չեն մարդու իրավունքները, ամբողջ քաղաքական համակարգը բացառում է ազատ ընտրություններ, բացառում է ժողովրդի իշխանությունը, ավտորիտար իշխանությունը, դա փոքր խմբի իշխանությունն է հանրության նկատմամբ սահմանադրական կարգը խախտելու միջոցով։ Անօրինական է այդ ճանապարհը, որով օրենսդիր և դատական իշխանությունը ենթարկվում են գործադիր իշխանության։ Սա քաղաքական հատվածում, իսկ տնտեսական հատվածում դա ինչ է նշանակում։ Տնտեսական հատվածում դա նշանակում է սակավաթիվ ընտանիքներ հանդիսանում են խոշոր սեփականության սեփականատերեր, որովհետև բացի քաղաքական իշխանությունից կա տնտեսական իշխանություն եւ ավտորիտար ռեժիմը ինքը չի կարող հենվի այսպես ապակենտրոնացված սեփականության համակարգի վրա։ Դա հասկանալի է, պետք է կենտրոնացված լինի սեփականությունը մի քանիսի ձեռքերում։ Հիմա Հայաստանում 18 թվականի ակակոռուպցիոն հեղափոխությունից հետո, որտեղ կոռուպցիայի դեմ էր 18 թվականի հայ ժողովրդի ընդվզումը, ըստ էության
ավտորիտար համակարգին բնորոշ տնտեսական սեփականության տնտեսական կազմակերպումը պահպանվեց։ Հայաստանում սեփականությունը, խոշոր սեփականությունը շարունակում է գտնվել նույն մարդկանց ձեռքը, ովքեր որ այդ սեփականությունը ձեռք էին բերել նախորդ ժամանակահատվածում նույն պայմաններով։ Որևէ բան սեփականության դասավորության մեջ չի փոխվել։ Այսինքն, ինչպես կարող էր փոխվել։ Երկիրը կարող էր բացվել արտասահմանյան ներդրումների համար, որպեսզի կշիռը խոշոր սեփականատերերի նվազի 1, երկրորդը պետությունը կարող էր նախաձեռնել միջին խավի ընդլայնման համար գործողություններ, որպեսզի այսօր տեսեք 100 ընտանիք հսկում են մոտավորապես առնվազն 500-600 խոշոր հարկատու հանդիսացող ձեռնարկություններ։ Այսինքն 100 ընտանիք վճարում են մեր բյուջետի, պետական բյուջետի, առնվազն կեսից ավելի։ Առհասարակ Հայաստանում 1000 խոշոր հարկատուները 80%-ն են բյուջետի կարծեմ թե վճարում, 20%-ը հազարավոր այլ փոքր եւ միջին ձեռնարկություններ։ Այսինքն հասկանում եք, որ մեր պետությունը, որ ասում են ժողովրդինն է եւ այլն, ինքը իրականում 100 ընտանիքին է։ Խոշոր բաժնետերերը պետության այդ 100 ընտանիքն։ Որքան ժամանակ է այդպես։ Մի րոպե, ինչու վերջացնեմ։ Վերջացրեք եւ հետո։ Դա անկախություն հռչակելուց հետո պետական սեփականաշնորհումը, այդ պետական սեփականության պետականացման գործընթացում ձևավորված դրություն է, որը համապատասխանում է ավտորիտար կառավարման եւ այդպիսով դա իրար հետ փոխկապակցված։ 100 ընտանիքները որ օրը ուզենան կարող են Հայաստանում կառավարություն փոխել։ Ինչու՞։ Բարձ պատճառով իրենք կարող են գործադուլ նախաձեռնեն, 1, 2, 3 ամիս հարկ չվճարեն, եւ այդ ոստիկանները, որ դուք երեք տեսակ ոնց են իրենք, վեղարանում մայրաթորում կուտակված իրենց ղեկավարները եւ այլն կզրկվեն իրենց առօրյա աշխատավարձներից, կարողություններից եւ այլն, չի աշխատի պետությունը։ Այսինքն, տեսեք, երբ որ իմ օրինակով բերեմ, երբ որ ես, միջին խավի ներկայացուցիչ, մեր երկրում կոռուպցիոն ռեժիմին դեմ դուրս եմ գալի փողոց, ինձ հասանելի չի այդ գործիքը, համազգային գործատուլ, այդ 100 ընտանիքին հասանելի է դա, իսկ ինձ ոչ, եւ ես դրա համար դիմում եմ քաղաքացիներին, որպեսզի մենք միասին կազմակերպենք խաղաղ քաղաքացիական անհնազանդություն, որը ըստ էության երկրում գործադուլ է, համազգային գործադուլ է, ինչը ստիպում է տնտեսական վերնախավին, քաղաքական վերնախավին նստել բանակցությունների ընդդիմության հետ եւ ինչ-որ զիջումների գնել։ Այս է բանաձևը։ Ինչ են փողոցները փակում, երբևիցե հարց տվել եք։ Ինչ են քաղաքացիական անհնազանդության ներկայացուցիչները փակում փողոցները, հավեսի համար։ Չէ, փակում են փողոցները նրա համար, որ երկրում հարկադրեն գործադուլ։ Իսկ հիմա տեսեք, երկրի խոշոր ընտանիքները, 100 ընտանիքները, որոնք որ գործադուլ կարող են կազմակերպել ցանկացած պայ, եթե իրար հետ պայմանավորվեն։ Իրենց հարկավոր է քաղաքացիական անհնազանդություն։ Հարկավոր չէ։ Իրենց ձեռն է այդ լծակը։ Քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին հարկավոր է ժողովրդի հետ միասին խաղաղ ճանապարհով անհնազանդության միջոցով գործադուլ ստեղծել, պարալիզացնել տնտեսական կյանքը, դրանով ազդել քաղաքական իշխանությունների վրա, բերել իրենց բանակցությունների հարկադրել ընդունել ինչ որ ժողովրդի օրինական անվիճելի պահանջներ։ Իսկ այդ պետության բաժնետեր հանդիսացող Սամվել Կարապետյանի համար Պիսի անհրաժեշտություն չկա փող տալ Բագրատ Սրբազանին, որ Բագրատ Սրբազանը փողոց փակի։ Ինքը կարող է ձեզ խնդրել Սամվել Կարապետյանը, դուրս եկեք փողոց կոչ արեք գործատուլի, համազգային, ու իր պրոֆմիության ղեկավարին հրահանգի, որ վաղվանից աշխատանքի չեք գալի։ Կարա, չէ՞։ Ու կստացի, որ ձեր կոչով սա ազգը գործադուլ արեց, առանց մարդ ծեծելու, առանց
ես ուզում եմ ասեմ արեստականը, երբ որ օլիգարխիան, հա, իսկ մենք ընդդիմությունը կապում ենք օլիգարխիայի հետ, Ռուսաստանի հետ, ասում են մարդիկ պայքարում են իրենց մոտ չի ստացվում, դա այնքան ծիծաղալի է, ինձ համար, որ մարդիկ նայում են ու չեն տեսնում, ինչքան, այսպես ասած, պարզ բաներ կան, որ նույնիսկ հիմա որ ես բացադրում եմ իմ կարծիքով բոլորը ժպտում են ասում են Անդրեաս քեզ էս ինչ պրոֆեսորի տեղ ես դրել հասարակ բաներ ես բացադրում ակնհայտ է որ դա տենց է իսկ եթե դա տենց է պարզ է չէ որ Սամվել Կարապետյանին կարիք չկա բանտից ինչ որ բաներ գրել ում ինձ ձեզ ում այդ 100 ընտանիքը ցանկացած տեղ կարան հավաքվեն վարչապետը մի շաբաթվա մեջ հրաժարական կտա չէ Այն պարզ պատճառով որ դեպքում եթե շարունակենք ձեր խոսքը Այսինքն դուք հարց տվեցիք ինչ Ես ասում եմ ինչպես է հիշվելու Փաշինյանը ինչպես է հիշվելու Փաշինյանը հիշվելու է որպես մարդ որը որ ժողովրդին փորձում էր որը վիժեցրեց ժողովրդի իղձը ապրել ժողովրդավարական ազատ պետության մեջ Դե վիժեցրեցեք ասում ոնց որ արդեն վերջացել է թեման Այո վերջացել է թեման այս պահին մարդկանց մոտ հիասթափությունը այն աստիճանի է որ մարդիկ հիասթափված են սեփական կարողությունների մեջ մարդիկ իրենց չեն վստահում արդեն իրենց անձնական գործերի մեջ է դա արտացոլում դա տնտեսական ակտիվության մեջ է արտացոլվում Առաջանում է ինչ-որ մի հատ մեծ սուտի պատկեր, հա, տնտեսական աճ կա երկրում, այս կա, այն կա, բայց իրականում բան չկա եւ մարդկանց մոտ լուրերից զզվանք, քաղաքական գործընթացից զզվանք, ապագա քաղաքական գործիչներից զզվանք Եվ այդ ամեն ինչով կհիշվի Փաշինյանը, ինքը կհիշվի որպես ամենախուժան քաղաքական այս ժամանակահատվածի առաջնորդը Հայաստանի։ Իսկ դեղին մամուլի խմբագիր, եթե գա իշխանության ուրիշ բան էինք սպասում։ Ես ճիշտ ասած երբեք չեմ քվեարկել Փաշինյանին եւ դրա համար չեմ կարող ասեմ, որ հիասթափված եմ Փաշինյանից։ Բայց միգուցե այն մարդիկ, ովքեր որ ազնվաբար, սրտանց, Հայաստանի ազատ եւ այսպես բարգավաճ ապագան տեսնելու հույսով վստահում էին Փաշինյանին, իրենք հիմա հիասթափված են։ Վկայում է դրա մասին հարցումները եւ խորը հիասթափված են։ Հիասթափված են եւ մեր ժողովրդի ուժերի մեջ եւ այս իրավիճակից Ինչպես ենք դուրս գալիս այս իրավիճակից այդ դեպքում, տենց փաստեցիք, այո, լավ նկարագրեցիք Հարցը հիմա ոչ թե այնպես ենք, այլ հարցը ուրիշ ձևակերպենք։ Ի վիճակի է հայ ժողովուրդը լեգիտիմ իշխանություն ձևավորել։ Այս վիճակում, երբ որ քաղաքական դաշտը, այսպես ասած, բռնած է այս աջակցություն չունեցող ուժերի կողմից մոնոպոլիզացված է եւ իրենք անընդհատ լարված են պահում, հա, ինչ որ իրադարձություններով այդ ամենը։ Հայ ժողովուրդը նման պայմաններում ի վիճակի կլինի ձևավորել լեգիտիմ իշխանություն։ Իմ հիմա կարծիքը, որ մոտակա ընտրություններում արտահերթ ընտրություններ կլինեն, թե հերթական ոչ, պայմաններ, որպեսզի հայ ժողովուրդը նման ապակոնորոշված, նման ջախջախված վիճակում կձևավորվի ինչ-որ իշխանություն, բայց դա լեգիտիմ իշխանություն չի լինի։ Հիմա եթե մենք իջնենք մի քիչ մեր խոսակցությունը իջացնենք, այն իմաստով իջացնենք, որ դետալներին, հա, անդրադառնանք, այս ինչ որ խոշոր ենք խոսում, եւ արդեն ինձ թվում է ավելի հետաքրքիր բաներ միգուցե մեր լսողները կամ դիտողները արդեն կտեսնեն։ Եկեք այսպես նայենք, կար ռեյտինգ top 5 քաղաքական ուժերի։ Առաջի տեղը ԿՊ, երկրորդ տեղը Հայաստան դաշինք, երրորդ տեղը Բարգավաճ Հայաստան, չորրորդ տեղը Լուսավոր։ Ոչ,
Վարդան Ղուկասյանի, հա, դոկ Հա, այս վերջի շրջանն ենք ասում։ 5-րդ տեղը Հանրապետություն կուսակցություն Երևանի բան ընտրություններն։ Ոչ, հարցումը սեպտեմբերի։ Սեպտեմբեր, դե ասեք, Ցույց ես երևի ուշադիր չի։ Հա, ես անընդհատ այդ հարցումն եմ մեջ բերում։ Այդ 5 առաջի լիգայի, ասենք, ինչ կատարվեց վերջի կես տարվա ընթացքում։ Վարդան Ղուկասյանի դոկ, հա, կարծեմ թե։ Դոկը կուսակցությունը դուրս եկավ խաղից, դուրս եկավ, ձերբակալեցին դեպորտի, Հայաստան դաշինքի, այսպես ասենք, ավանգարդ ուժը Բագրատ Սրբազան շարժում գտնվում է հիմա հալածանքի մեջ, կարելի ասել Հայաստան դաշինքին հարված է հասցված, թուլացված են իր նախընտրական հնարավորությունները, չէ՞։ Այսինքն այդ 5-ից երկրորդին եւ չորրորդին հանել են նախընտրական դասավորության մեջ։ Եվ տեսանելի է, որ փորձում են ստեղծել պատկեր, որ լինի քաղաքացիական պայմանագիր, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն եւ Հանրապետական կուսակցություն։ Դե գնացեք ընտրեք ում ուզում եք։ Ու հիմա Գայադե ջան, մենք մի տարի հետո քննարկելու ենք ում ընտրել այս 4-ից։ ԿՊ-ին, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, բանին, այդ Հանրապետական կուսակցությանը, թե Հանրապետություն կուսակցությանը։ Այսպիսով ստեղծվում են ընտրություններ առանց ընտրությունների այդ մոդելը։ Եվ ես գտնում եմ, որ դա լեգիտիմ իշխանության ձևավորելու նպատակը չէ, այլ դա առանց լեգիտիմության իշխանություն պահելու կամ ժողովրդից իշխանությունը խլելու ըստ էության, հա, ձևն է, որը այսօր եւ գլխավոր խնդիրն է քաղաքական իշխող ուժի առաջ դրված ընդդիմությունը նույնպես տեսնում եք, որ մի բանով չի փայլում, որտեվ եթե ընդդիմության գաղափարախոսությունը նայեք, ես դες բացատրեցի, որ թիկունքում օլիգարխիա ունեցող քաղաքական ընդդիմությունը երկրում իշխանափոխություն անելու կարիք զանգվածային անկարգություններ կազմակերպելու միջոցով չունի։ Այն ինչ նկարագրեցիք դրամատիկ, բավականին դրամատիկ իրավիճակ է։ Դրամատիկ է Հայաստանի իրավիճակը, այդպես եմ ես անձամբ զգում եւ այդպես են զգում մարդիկ իմ շրջապատում, իմ կողքում, ես տեսնում եմ ում հետ հանդիպում եմ։ Հələ դեռ չեմ հանդիպել գետ 1 հոգու, այս վերջի 1 տարվա ընթացքում, ով որ պոզիտիվ տրամադրվածություն ունի Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի վերաբերյալ։ Ինչու է ձևավորվել, որպեսզի տեսեք, մենք դուք սկսեցիք պատասխանել այս ամենը ներկայացնել, ի պատասխան իմ հարցի ինչպես ճեղքենք դուրս գանք այս վիճակից, դուք նկարագրեցիք եւս մեկ իրավիճակ, որ փաստորեն մենք երկուսս էլ եկանք ձևակերպման, որ դա դրամատիկ է։ Ինչու է ձևավորվել այդպիսի դրամատիկ իրավիճակ եւ նորից իմ հարցը ինչպես դեռ հնարավոր է արդյոք ճեղքել դուրս գալ այդ վիճակից։ Դուք անելանելի, այդպես փակուղի ցույց տվեցիք։ Ես ցույց տվեցի այն ինչ կա։ Այո, դա փակուղու նման բան է։ Եվ եթե վերջնականը ամփոփենք, կա նպատակ պահպանել այս սեփականության դասավորությունը։ Եթե այս խոշոր սեփականատերեր ընտանիքների մեջ էլ տեսնում ենք, չէ, ինչ դասավոր, մեկին հիմա կուլակաթափ են անում, հա, այն մյուսները նստած կողքից նայում են, ինչ կլինի, իրենց դա կվերաբերվի թե չէ, շարունակություն կունենա թե չէ, եւ այլն, եւ ես դրա համար ասում եմ, Սամվել Կարապետյանը ինձ եւ ձեզ ասելու բան չունի։ Իր եղբայրն էր, չէ, կարծեմ թե 16 թվականին ինչ-որ ցույցերի ժամանակ թե 14 դուրս եկել Կարեն Կարապետյանը աշխատակազմի ղեկավարն էր Սերժ Սարգսյանի մոտ բողոքող քաղաքացիներին ասել համբալներ մենք ենք ձեզ պահում, չեք եկել ստեղ բողոքում։ Իմ մոտ տենց տպավորվեց այդ արտահայտությունը։ Ինքը բացահայտում է վերաբերմունքը վերնախավի հայ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը այստեղ տարբերություն կա, ինքը չի ասում համբալներ, բայց ինքը այդպես է մտածում։ Օրինակ Ավինյանի հայրը երբ որ ասում էր այդ համբալներ բառը օգտագործում էր, վկայում է որ դա իրենց գիտակցության մեջ կա, պարզապես ցենզուրան է փոխվել։ Ժողովրդին չի կարելի ցենց ուղիղ վիրավորել, դա հիմա անդիմության ներկայացուցիչների խոսքի մեջ է ավելի շատ արտահայտված, պետք է վիրավորել
անհատներին, հա, ինչ որ քաղաքական հակառակորդներին, բան ամենակեղտոտ ձևով, ամենաբան ձևով կարելի է ամենաբարձր մակարդակից ինչ որ վիրավորան կրել բանալ։ Բայց իրողությունը, որ այդ ինչ է նշանակում սեփականության այդ բաժանումը, որ կա արդյունքի, ազգային արդյունքի, ազգային արտադրանքի, հա, ազգային պրոդուկտի այնպիսի բաժանում, որ քչերին հասնում է մեծամասնությունը, այդ պրոդուկտի մեծամասնությունը օգտվում է այն փոքր բաժնով, ինչը որ դրա տակ կա ու անverջ վերարտադրվում է իրակի սաղաղկատ կյանքը։ Պատմության մեջ դա նորություն չէ։ Հիմա ստացվեց ձախական նորություն չէ, բայց շատ պետություններ հաղթահարել են դա, իմ ասելիքս դա է, հաղթահարվել է դա։ Դա այնպիսի մի պատնեշ չէ, որը մենք չկարողանանք։ Ինչի է այդ բանը։ Ինչպես Հայաստանում հաղթահարել օլիգարխիան այն պայմաններում, երբ ձևական իշխանություն կա, որը որ իբր թե Հայաստանում վերացրեց օլիգարխիան, չէ՞։ Մի խնդիր կա, որը որ այս պահի դրությամբ ոնց որ թե հանրությունը տեսնում է, արդեն օժանդակություն չունի Փաշինյանը իր քաղաքական ծրագրերում։ Մյուս խնդիրը լուրջ խնդիր է դա, գայանե, տեսեք, դա արդեն ճգնաժամը իշխող ուժին չի է բերում, աճ ու ձախ օգտագործվում է քրեական հետապնդում։ Ես սուբյեկտիվ ենթադրենք, չէ, ոչ պիտի այդ հարցին նայեմ իմ դիրքից։ 9-րդ տարին է իմ դեմ քրեական հետապնդումը շարունակվում։ 6 հատ դատախազ է փոխվել, 16 հատ 3 հատ դատավոր, հիմա 4-րդին են նշանակել ես վերջի օրերին։ Այսինքն ես ոչ կարող եմ լուրջ համարեմ այն։ Իսկ ձեր դատավորը էլի փոխվել է։ Այո, էլի փոխվել։ Շնորհակալություն։ Նորից պետք է սկսվի ամեն։ Այո, նորից պետք է սկսվի եւ այլն, էլ։ Ներող եղեք, պարզապես ամբողջ լրջությամբ երեկլարված, բոլորս նայում ենք այդ բախումը, Էջմիածինում, զգացողական կողմ կա, քաղաքական լուրջ խնդիր կա եւ այլ։ Առավոտյան տեսնում եմ Դանիել Լեոնիսյանը հրապարակում է, որ Պարզում է 24 թվին դեռևս ինքը դանոս էր գրել Միքայել Աչապյանի վրա եւ դատախազությունը այդ դանոսը բան էր արել, մերժել էր, ասել էր, չէ, հիմնավորել էր, որ անցակազմ չկա։ Հիմա այս նույն գործով մեղադրանք է, այս նույն արարքի հետ կապված մեղադրանք է ներկայացվում Միքայել Աչապյանին եւ Դանիելը բողոքում է, ասում է, որ բա ես որ դանոս էի գրում, դուք ինչի թողեցիք առանց բանի, այդ ընթացք տալու ասեցիք, որ չկա մեջը բան, քրեական հանցակազմ, իսկ հիմա դա անում եք եւ այլն, ու դատախազը երևի իրեն կգրի, որ լավ ես արել, դանոս ես արել, բայց Փաշինյանն էլ պիտի թույլ տա, որ հրահանգ պիտի ունենանք։ Հա, հրահանգ պիտի ունենանք, կախվածով ում վրա է դանոսանում, պիտի բան լինի, չէ՞։ Պարզապես ասենք, որպեսզի եթե չլսեցին, դուք ենթադրում եք, որ այդպես կպատասխանի։ Բայց պարզ է, որ չի պատասխանի, չէ՞ դատախազը։ Հա, մտքում կպատասխանի, այդպես եւ այլն։ Այսինքն, այս բանի մեջ, այս իրողության մեջ կա այդ խնդիրը։ Քրեական հետապնդումները կիրառվում են կամայական սկզբունքով, հա, անհրաժեշտ, սելեկտիվ եւ չէ, իշխանության հավատարիմ գործընկեր Դանիել Լեոնիսյանը, բողոքում է իր մասով, որ չէ, ճիշտ է պատմության մեջ, որ ասում եք եղել են երկրներ, որոնք ունեցել են այդպիսի դրամատիկ, ինչպես մենք ասացինք, իրավիճակ եւ կարողացել են ճեղքել պատնեշները։ Կալանավորեցին, եղավ արձագանք։ Ահա։ Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանի, միջազգային, հետագայում Եվրոմիության հանձնաժողովի Հայաստանում, հա, դեսպանը, մյուս դեսպանները գալիս էին իմ դատական նիստերին եւ այլն, այսինքն այն ժամանակ կար աջակցություն, նախ ուշադրություն, հա, նախ ուշադրություն եւ այսօր չկա։ Եվ սա իշխանությունների, իշխող ուժի համար ազատում է
ձեռքերը։ Իրենք կարող են ցանկացած մարդու, ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկել եւ այլն, որովհետեւ Հայաստանի ես ասացի իշխող ուժի, վարկանիշը մենք չափեցինք հարցումներով, իսկ եթե 192 պետությունների ղեկավարների մեջ հարցում անել հավակնում են Փաշինյանին, թե Քոչարյանին հավանում են, թե ընդեղել չէ, պարզ է, որ շատ ցածր վարկանիշ ունի Հայաստանի ղեկավարություն։ Շնորհակալ եմ պարոն Ղուկասյան, գովազդ եմ հայտարարում եթերում ձեր թույլտվությամբ, սիրելի հայրենակիցներ, մի քանի վայրկյանով ընդհատվենք, ընդմիջում անենք եւ կվերադառնանք տաղավար գովազդը եթերում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Սիրելի հայրենակիցներ, Անդրեաս Ղուկասյանի հետ ենք զրուցում, Հայ կառուցողական կուսակցության նախագահ։ Պարոն Ղուկասյան, փաստորեն դուք նկարագրեցիք, որ ամբողջ Հայաստանը գտնվում է դրամատիկ վիճակում, եւ դրամատիկ վիճակն էլ ունի իր դրամատիկ վիճակը, որ ճեղքելու այդ ոնց որ թե պատնեշը ճեղքելու հնարավորությունը մի քիչ նվազում է գոնե այն հանգամանքով, որ բռնաճնշումներ կամ ձերբակալությունների մահակը միշտ կամ այդ գործիքը միշտ կա։ Ինչ պետք է, ինչ կարող է անել հասարակությունը, արդյոք հասարակությունն է մեղավոր, որ այսպիսի իրավիճակում է հայտնվել եւ վախենում է, եթե դուք ասում եք այդ բռնաճնշումները դրանք հզոր գործիք են, դուք չեք ասել հզոր, բայց դա գործիք են այլախոհների դեմ, ուրեմն չեն դուրս գալի, չկան այլախոհներ։ Տեսեք, Գայանե, անցումը անազատ հասարակությունից ազատ հասարակությանը, դա երկար ճանապարհ է, բացի նրանից, որ երկար ճանապարհ է, որտեղ ինչի է երկար ճանապարհ։ Մարդիկ պիտի սովորեն ազատ ապրել, ազատ որոշումներ կայացնել, պատասխանատու, ազատ նշանակում է պատասխանատու։ Մարդիկ, ովքեր որ զրկված են ազատությունից, չունեն պատասխանատվություն։ Իրենք անում են ինչ որ իրենց ասում են։ Մարդիկ, ովքեր որ ազատ են, ունեն պատասխանատվություն։ Ժողովրդավարական կարգը ավելի էֆեկտիվ է, ավելի բարձր է, ավելի կարող է մարդու կյանքի համար ավելի շատ արդյունք է ստեղծում կամ անավտորիտար, որովհետև ազատությունը բերում է ավելի մեծ բարիքներ, ավելի էֆեկտիվ է մարդու աշխատանքը, ունակությունները եւ այլն եւ այլն։ Անազատության մեջ ապրող մարդիկ միշտ դժգոհում են, որ իրենք անազատության մեջ են, այ եթե ազատ լինեն, ինչ որ բաներ ուրիշ ձև կլինի եւ այլն։ Մեր հասարակությունը սովետական անազատությունից հետո անցավ այդ հիբրիդային ռեժիմ են ասում, հա, անազատություն էս մյուս անցումային շրջանի ավտորիտար համակարգ ձևավորվեց եւ 18 թվականին կարծես բացվեց հնարավորություն ազատ հասարակություն ձևավորելու, ազատ կյանքով ապրելու, այսինքն պատասխանատու կյանքով ապրելու։ Առաջի իսկ ընտրությունները, որոնք որ պիտի լինեին, այսինքն մարդիկ կարծեցին, որ այդ ճանապարհը բացվել է։ Հեղափոխությունը միշտ 18 թվականին հույս ունեցան, որ դա հենց դա է։ Հա, ազատություն է իլիարժ։ Ցանկացած հեղափոխություն բերում է այդ սպասումը, նաև բերում է այդ պատգամը, այդպես կարելի ասել, պարտադրանքը նույնիսկ, որ այսուհետ կապանքները թողված են, ազատ է մարդը իր բանի։ Շարունակեք։ Հաջորդ ընտրությունները Երևանի ընտրություններն էին 18 թվականին։ Եվ ըստ էության քաղաքական կապանքներից ազատված ժողովուրդը ընդ որում իր այսպես քաղաքակիրթ հատվածը Երևան քաղաքը ավելի զարգացած, քան մյուս ռեգիոնները, չէ, կրթական, մյուս քաղաքական իմաստով գնաց ընտրություններ եւ ինչ տեղի ունեցավ այդ ընտրություններում։ Այդ ընտրություններում տեղի ունեցավ հետ վերադարձ ստրկական մտածելակերպի, այն ինչ որ ասում են էйֆորիա, գուցե մանիպուլյացիա եւ այլն, բայց ըստ էության այդտեղ ժողովուրդը ոչ թե Հայկին ընտրեց որպես քաղաքապետ, ինքը Նիկոլին ընտրեց որպես նոր տեր։ Այսինքն տիրոջ փոփոխություն այդ քաղաքական ստրկությունը Փաշինյանի կապանքների տակ հայտնվեց։ Եվ ինքնակամ հայտնվեց։ Այսպես պայմանական ասեն, քաղաքական ստրուկ ժողովուրդը ազատվեց մի տիրոջից եւ ուրախությամբ իր քաղաքական ճակատագիրը հանձնեց մյուս նոր տիրոջը, ում նկատմամբ ուներ պատկերացում, որ տերը դե բարի է, բանա, այս մեկը, այս մի թազա տերը նախորդ տիրոջից լավն է։ Լավ բաներ է բայց ստանում։ ինքը չի ինքը տեղում ազատությունը ստանալուց հետո տեղում այդ ազատությունը հետ հանձնեց, դա է իմ ասածը, այսինքն այդ 18 թվականի սեպտեմբերի Երևանի ընտրություններից եւ շարունակաբար այսօր մենք այդ process-ը, ցավագին process-ն ենք ապրում, որ
քաղաքականապես ստրուկ մարդիկ, հա, սեփական ազատ քաղաքական մտածելակերպություն Այսպես ասենք, սովոր, հա, այդ դրան սովոր ստացան ավելի ոչ թե հնարավորություն մտածելակերպը։ ընտրության տվեցին միանգամից իրենց ազատությունը հանձնեցին Միամտորեն, ըստ ավանդույթի, ըստ իրենց մեջ ձևավորված ավանդույթի, որ իրենք պիտի շարունակեն մնալ այդ անազատ ինչ-որ մեկի հովանու ներքո։ Եվ դրանից հետո արդեն մնացածը, այսպես ասած, դրա շարունակություններ, այդ մյուս բոլոր ընտրությունները, որոնք որ տեղի ունեցան, դա ընդամենը վերահաստատում էին։ Այսինքն լուծումը դա մենտալիտետի ընկալումների, հա, հասարակության ընկալումների մեջ է եւ փոփոխությունը այնտեղից պետք է սկսվի ըստ ձեզ, հա, չէ, քաղաքական գործիչները ունեն ոչ թե իդեալիստական հասարակության հետ գործ, այլ իրական։ Եվ գնահատականներից է կախված ռազմավարությունները։ Այ ես ինչ որ ձեզ ասեցի հիմա որպես նախաբան, ինքը ստեղծում է հետևյալ պատկեր, ինչպես դիտարկել մեր հանրությունը, որը որ նոր տեր է մանգալի հիմա Փաշինյանի փոխարեն։ Սերժ Սարգսյանից, մինչև այդ Քոչարյանից, մինչև այդ Լևոն Տեր-Պետրոսյանից հիմա նոր տիրոջ այսպես ասած որոնում կա, հանձնենք մեր ճակատագրերը մեկ ուրիշին։ Դե Թրամփը այնտեղ պապա է, մոռանում եք։ Դե կան, հա, ավելի մեծ պապաներ եւ այլն, հարցը այդ չի, հարցը ցանկացած հասարակության մեջ սերմանում են, որ ղեկավարը դա իրենց պապան է։ Մարդիկ այսօր անազատ են։ Մարդիկ զգում են, որ իրենք այսօր ազատ չեն եւ կա ազատություն ձեռք բերելու խնդիր, կարծես թե ոչ։ Մարդիկ այսօր իրենց անազատ չեն զգում։ Այդ հավատանքները, որ ասեցիք, քաղաքական լիդերներին է վերաբերվում, չէ՞։ Բայց քաղաքացիներին դա չի։ Դե քաղաքացիներից են լիդերները դուրս գալիս, լիդերը ոչ թե վերևից իջնում։ Իհարկե։ Ինքնաթիռով։ Բայց ուզում եմ ասեմ, տեսնում են, հա, վախեն, ուզում եմ ասեմ, ինչի համար հիմա պիտի պայքարը, ինչը պիտի դառնա պայքարի հնարանը։ Ասեք։ Չեմ ասի, բայց չգիտեք, չեք մտածել այդ մասին։ Բայց երևի թե այդ մասին պետք է մտածել։ Մտածել, բայց վաղաժամ եմ համարում հանրությանը դա այսօր ասել։ Ամեն ինչ ունի իր ժամանակը, բայց եթե մենք տրամաբանությունը շարունակենք, որ մինչև 18 թվականի պայքարը նպատակ ուներ Հայաստանում սահմանադրական կարգ հաստատել, կոռուպցիան վերացնել, սահմանադրական կարգ հաստատել։ Նորից իմ օրինակով բերեմ։ Իմ քայլ մեկը եղավ 13 թվականի ընտրություններում բողոք fake ընտրությունների դեմ, երբ որ բաժանվում են կաշառքներ, հալածված է հանրությունը, իր քաղաքական կամքը նշանակություն չունի։ Երկրորդ քայլը եղավ արդեն քաղաքացիական ակտիվիստների հետ միասին քաղաքացիական անհնազանդության հրավիրել հանրությանը երկրում անցումային կառավարություն եւ այլն, հիշում եք կամ չեք հիշում, մեր այն ժամանակ հրապարակայնորեն ներկայացված մոդելներ, առաջարկներ, որ չի կարող լինի անցում մի իշխանությունից, ավտորիտար իշխանությունից անմիջապես ժողովրդավարական իշխանությանը։ Պետք է լինի անցումային կառավարություն, որը կապահովի ազատ ընտրություններ։ Այդ 15 թվին էր։ 15 թվին, այո, մենք հրապարակային ներկայացրեցինք այդ ծրագիրը, որը մինչև հիմա ծածանում են որպես դրոշ այդ անցումային կառավարության ծրագիրը բոլոր քաղաքական։ Արդեն գնաց կվաղուց գնաց ուրիշ տեղ, հələ 5 աղափարներ։ Այսօր իհարկե խնդիրը քաղաքական է բացառապես, հայ ժողովուրդը իմ կարծիքով պիտի հասունանա քաղաքական դրսևորման, ճիշտ քաղաքական ընտրության։ Այսինքն ես գտնում եմ, որ եւ իմ ցանկությունն է տեսնել, որ մարդիկ գնում են ընտրությունների եւ կատարում են գիտակցված ընտրություն։ Ոչ թե վախից,
ոչ թե դեբիլությունից, ոչ թե չգիտեմ էյֆորիայից, ոչ թե հազար ու մի բանից, որ հետո ասեն սա տեխնոլոգիա էր, սա չգիտեմ ինչ էր սա եւ այլն, ով էր մենք փալան տրամաբանության մեջ ոչ մի բանի համար պատասխանատու չենք երբեք։ Դուք եք սա պատասխանատու կամ ինչ կամ բան։ Մեր հաջորդ խնդիրը, որին մենք պիտի հասնենք մեր հասարակության մեջ, պատասխանատու ընտրություն քաղաքացու։ Պարոն Ղուկասյան, այստեղ ես ուզում եմ ընդհատել։ Ես էլ եմ ուզում ընդհատվել, որպեսզի չէ, շարունակելու ենք մենք զրույցը, պարզապես հրաժեշտ եմ ուզում տալ ABC TV մեր լսարանին, ցավոք մեր եթերաժամը անցել է, այն էլ ես չէի նկատել, մի քիչ ավելի անցել, քան ես կարող էի թույլ տալ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ ենք զրուցում, եւ ես հորդորում եմ բոլոր նրանց, ով ուզում է շարունակել դիտել մեր զրույցը, միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը դուք տեսնում եք հեռուստացույցի ստորին հատվածում, բարին ընձեզ։ Իսկ մենք շարունակում ենք մեր զրույցը պարոն Ղուկասյանի հետ։ Պարոն Ղուկասյան, միտքը չի ուզենա անավարտ մնալ։ Չէ, ես առաջարկում եմ այդտեղ վերջակետ։ Ինչու։ Ինչու չեք ուզում, որովհետև մենք եկանք հասանք հենց ինչ անել հատվածին։ Այն է, մենք իրականում շատ մեծ աշխատանք ենք անում, նաև մենք եւ դուք։ Տեսեք, բոլորը տեսան Էջմիածինում երեկվա իրադարձությունները, չէ՞։ Բայց մենք ձեր եթերում ներկայացնում ենք սահմանադրության մեր, չէ, որտեղ որ կար եւ դրույթ, որ Մայր Աթոր Էջմիածինը պետք է ունենա իր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Մայր Աթորի ինքնիշխանությունը իր տարածքում։ Փոքր դիսկուսիա այն ժամանակ առաջացավ, որ ինչի է սահմանադրության մեջ այդպիսի դրույթ առաջարկում, Վատիկանի, այսպես ասած, օրինակն եք, պարզապես copy-paste անում եւ այլ։ Այ երեկվա օրը բացադրում է ինչի պիտի Մայր Աթոր Էջմիածինը լինի սուվերեն, Հայաստանի տարածքից դուրս սուվերեն տարածք։ Պարզ բացադրում է, որպեսզի Հայաստանում ժողովուրդը ինչից ելնելով ընտրեց ինձ, ձեզ, Պողոսին, որը որոշեց, որ Մայր Աթոր պիտի ուղարկի զորք, տանկ, զինվոր, ոստիկան եւ այլն, որ չկարողանա դա անել։ Որովհետեւ հայ առաքելական եկեղեցու առաքելությունը, այսպես ասենք, եւ Հայաստանի Հանրապետության առաքելությունը, տարբեր առաքելություններ Գործառույթները եւս թողնենք գործառույթները։ Քաղաքական միսիաները տարբեր են։ Ակնհայտ չի դա։ Այսինքն, բայց մարդիկ նայում են ու չեն տեսնում, հլվոր չեն տեսնում։ Մարդիկ պիտի տեսնեն անպայման ոստիկանին Էջմիածինում ԱԱՑ-ի աշխատակցի հետ, որտեղ երբ որ անցյալ տարի մենք պարզապես դա ներկայացնում ենք ձեր եթերում եւ ասում ենք այսա անհրաժեշտ է սահմանադրության մեջ լինի, մարդիկ ասում են ինչի համար պետք է լինի կամ ընդհանրապես այդ հաղորդումը ինչ է, որ ինչի մասին է, էլի, հավես չկա դա նայելու, կամ որ նայենք ինչ էլի, իսկ հիմա երբ որ մարդիկ տեսնում են, չէ, ու հիմա տեսեք այդ ուսուցողական process-ը ոնց է գնում, պիտի անպայման լինի, պիտի անպայման տրորվի, ինչ-որ մեկին ցավ պատճառվի, որ ուշադրություն գա տեղ հասնի, որ սկսի ուղեղը աշխատել, որ մարդիկ հասկանան հերթականությունը բաներ։ Երբ որ դու դա նախապես մտածում ես, տեսնում ես, հասկանում ես, մարդկանց մատուցում ես ու ասում ես հարկավոր է ձեր աջակցությունը սրա համար, իրենք ասում են, չէ, դա ինչն է պետք։ Մինչև այդ մարդկանց քիթը չտրորվի, մինչև իրենք սեփական կաշվի վրա չզգան անհրաժեշտությունը, ինչ ուզում ես քաղաքական process-ը այդպեսին է ցավոք։ Պահին չի տրորվել քիթը։ Ձեր հարցը բավարար է տրորվել հայ ժողովուրդը։ Ոչ, դեռ բավարար չի տրորվել։ Դեռ տրորվելու տեղ ունի հայ ժողովուրդը։ Ուսուցումը, քաղաքական ուսուցումը ստանում է այսպես, արյունով, նսեմացվելով ու ցանկացած անազատության մեջ, քաղաքական անազատության մեջ գտնվող մարդկանց խումբ ինքը դատապարտված է այդպիսի վիճակի։
որ իրեն հալածելու են, իրեն անպատելու են, իրեն վիրավորելու են, իրեն նեղություն են պատճառելու, իր ձեռքից, իր երեխու ձեռքից հացն են տանելու եւ այլն եւ այլն։ Բայց ինքը պիտի սովորի այդ վիճակում, իր սեփական ուղեղով գա հասնի այդ ազատության անհրաժեշտության։ Իմ խնդիրը մարդկանց օգնել ենթադրենք այդ ճանապարհին ցույց տալ լուծումները, որը որ ես իմ աշխատանքը անում եմ, բայց ժողովուրդը պիտի անցնի իր այդ ցավ, այսպես ասած, պատճառող բոլոր իրադարձություններով, որպեսզի գա պահ, երբ որ ինքը սկսի հասկանալ քաղաքական առաջնորդները ինչի մասին են խոսում։ Ժողովուրդը, որը որ ի վիճակի չի, հա, այսօր պրոպագանդան ոնց է, Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ, Եվրոպայի հետ, վերջ։ Մակարդակը քաղաքական ընկալման, չէ՞։ Դա ստրուկ, քաղաքական ստրուկի պես ապրող ժողովրդի քաղաքական մտածելակերպն է։ Այդպիսին է մեր մամուլը, վերլուծությունը, քաղաքական չգիտեմ ինչը, այդ ամբողջ դիտողում դրա շուրջն է։ Շատ ցածր մակարդակը քաղաքական մտքի բնորոշ քաղաքական ստրկության մեջ ապրող հանձնվենք, հա, կոպիտ շատ, հա, նու շատ կոպիտ եւ ընդհանրապես այդ հարցերը ցավոտ բաներ եք ասում, որպեսզի գիտակցությունը բարձրանա, հələ մի քանի անգամ էլ մայրաթորում պիտի մարդ ծեծեն, որ մարդկանց մոտ գաղափարը հասնի նրան, որ ասեն, այո, հա, հիմա հասկանում ենք, ինչի է պետք ճանաչել մայրաթորի ինքնիշխանություն։ Որպեսզի մենք չհուզվենք նրանից, որ մայրաթորի դուռը բացվում է, մտնում են 10 դիմակավոր ոստիկան, միգուցե եւ դա անհրաժեշտ է, դա այլ հարց է, ոնց դա անել, կատարել եւ այլ։ Բայց այդ տգետ պատկերից հանրությունը պաշտպանվելու ձև ունի միայն ճանաչելով մայրաթորի հատուկ իրավասությունը։ Եվ եթե մենք հետ նայենք նորից, այդ մարդիկ հետ նայեն այն, ինչ որ մենք ձեր եթերում, չէ, հաղորդում առ հաղորդում ներկայացնում ենք, բացատրում ենք եւ այլն եւ այլն, բոլոր այս հարցերին, որի հետ մենք այսօր առնչվում ենք, սեփականության հետ, օլիգարխիայի հետ, երկրի հարկային համակարգի հետ, երկրի սոցիալական ապահովության հետ, արտաքին քաղաքականության հիմնադրույթների հետ, ամբողջ այնտեղ կգտնեն, ինչի, որովհետև երկար կյանքի քաղաքական կյանքի ամփոփման արդյունք է այդ սահմանադրության առաջարկը։ Ես ոչ թե տվյալ սահմանադրության առաջարկն եմ գովում, ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ կան այս հարցերը, այդ հարցերն են կարևոր։ Ազգային հարստությունը, հարկային համակարգը, սոցիալական ապահովման համակարգը, էկոլոգիայի հարցերը, արտաքին քաղաքականության սահմանափակումները, այս հարցերն են ֆունդամենտալ երկրի համար, որտեղ որ հանրությունը գիտակից կողմնորոշում պիտի ունենա։ Եվ մենք ցավոք սրտի ես պիտի սպասեմ, մինչև հանրության մեջ այդ գիտակցության ունակություն դրսևորող մարդկանց քրիտիկական զանգվածը գերազանցի 2%-ը։ Այսօր մեզ մոտ 2%-ը չի գերազանցում։ Գերազանցելուց հետո, ասենք եկավ 2%։ Դե, գիտեք, ուրանի դեպքում 3%-ի դեպքում խաղաղ այդ ատոմ է 90-ի դեպքում Շնորհակալ եմ պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարզապես ուզում եմ հասկանալ, եթե դուք ասում եք մի կապանքավորից, կապանքի տերից տեղափոխում ես մյուսին, այսինքն դուք հասարակարգ եք ուզում փոխել, կարծում եք, որ հասարակարգը պետք է փոխվի, այսպես բառերի բառախախ չէ, թե համակարգային ինչ-որ փոփոխությունն է, ինչը պետք է փոխվի, որպեսզի մարդը չհամարի, որ իրեն այդ մեր ասած պապան է պետք, այլ իրեն պետք են մարդիկ, ովքեր ծառայում են, այսինչ պաշտոնները, դա ծառայողական պաշտոններ են, ոչ թե թագավորական պաշտոններ են, ճիշտ է։ Հայաստանում հիմա կա մի 4-5 տեսլական արտահայտված տարբեր քաղցառայողներ են իրենք։ Սահմանադրական տարբեր առաջարկներով 4-5 տեսլական կա։
Արույր Հայրիկյանի տեսլականը կա, արտահայտված են առաջարկ, որը ինքը հրապարակել է, իմ տեսլականը կա, որը որ ես հրապարակել եմ, էլի բաներ կան, հայ ժողովուրդը ունի այսօր ընտրություն, ասել, որ քաղաքական միտքը Հայաստանում քնած է, մեռած է եւ այլն, մենք չենք կարող այս տարիների ընթացքում տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ այս բոլոր հարցերը բարբերաբար հանրության առջև բերում էին, դնում էին։ Հանրությունը չի վերցրել օրակարգ այդ հարցերը։ Եվ ես դրա համար եմ ասում, երբ կվերցնի, երբ որ հանրության մեջ ձևավորվում է այդ 2-3% մարդկանց մեջ գիտակցող, որ որն է օրակարգային կարևոր հարցերը, երբ որ բնակչության ընդհանուր թվի մեջ 2-3% այդպիսի մարդիկ արդեն կան, քաղաքական օրակարգը վերցնող կա, քաղաքական գործիչը առաջարկ է անում, պահանջարկ կա եւ այդ պահանջարկը սկսում է աշխատել, որից հետո շարադրվում է միանգամից քաղաքական այդ ամբողջ գիծը, ինչի աջակցել այս քաղաքական ուժին, այս առաջնորդին, որովհետեւ նա բերում է այս սահմանադրական կարգը հիմնավորող այս հասարակական ձեր ասած կարգի փոփոխության այս ռեֆորմը, որը որ տեսականորեն բերելու է այս արդյունքի, լուծում է այս խնդիրները, որոնք որ մեզ մոտ հավաքվել են, հա, եւ այլն։ Եվ այդ բերում է արդեն շարադրված քաղաքական process-ը, սոցիալական մյուս խավերը հետևից գալի միանում են, գտնում են ամեն մեկը իր տեղը, պատճառաբանությունը իր համար տարբեր կարող է լինել եւ այլն։ Այ սկիզբը մեզ մոտ, հիմա մեզ մոտ կա շատ փոքր նախաձեռնող, հա, ոչ թե նախաձեռնող, դա նույնիսկ ասեմ, շատ մեծ այսպես բան կա, ճեղքված կա այն մարդկանց միջև, ովքեր որ մասնագիտական մակարդակով հասկանում են Հայաստանի խնդիրները, ունեն լուծումներ, առաջարկներ եւ այլն, եւ այն նվազագույն գոնե աջակիցների, հա, գիտակից աջակիցների անհրաժեշտ թվի մեջ, որը որ պետք է որ այդ անցումը կատարվի պրոդուկտ արտադրողներից պրոդուկտ սպառողներին։ Մեզ մոտ դա հանրության մեջ չի տեղ ունենում։ Փոխարինվում է այլ բաներով։ Եկեք հավաքենք 25 հատ խումբ զինվորների կամ չգիտեմ ինչերի գնանք զանգվածային անկարգություններ կազմակերպենք, որպեսզի impeachment լինի պարլամենտում։ Չէ, այդ հիմա ձայնագրությունները, որոնք որ բացահայտեցին, իհայտեկան, ինչի մասին, ինչ քաղաքական միտք է։ Արեցին 24 թվականի փորձ ճնշել, հա, նույնիսկ չեմ կարա հասկանամ ում հանրությունը թե իշխանությանը չստացվեց, գնացին մտածեցին ինչի չստացեց, որովհետև վատ են կազմակերպված։ Հիմա փորձեն գալ նույնը անել։ Մոդելը հետևյալն է։ Փողոցում ժողովուրդը, խորհրդարանում impeachment-ի գործընթացը, միտքը ԿՊ-ի ներկայացուցիչները վախից կքվեարկեն մեր տեխնացուին։ Ժողովրդի հետ դա կապ ունի, չունի։ Երկրի հետ դա կապ ունի, չունի։ Դա պարզապես վարչապետի կամքին, չգիտեմ ում կամքին, միգուցե այդ 100 ընտանիքների կամքին հակառակ կամ դրա մի մասի կողմ, մյուսին հակառակ վարչապետի փոփոխության ծրագիրը։ Ընդհանրապես։ Եվ դրա համար հանրության համար այսպես եւ մարդիկ ոնց են փորձում այդ ճգնաժամը հաղթահարել, որ օժանդակություն չկա։ Տեսեք, 24 թվականին կարային շարժվեին երկու ուղղությամբ։ Դեպի ժողովուրդ, այսինքն քաղաքացիական անհնազանդության համար ամուր քաղաքական հենարան, գաղափարական հենարան է պետք։ Մարդիկ պիտի հասկանան խենդ ան։ Քայլարամերժ Սերժին պարզ, շատ պարզ բան ուներ։ Ոչ կոռուպցիային Սերժ Սարգսյանը խաբել է 5, 6, 10, 25 անգամ Մերժենք Սերժին այդ ամբողջը մի այդ նախադասության մեջ է։ Դա գաղափարապես շատ ազդեցիկ ուժեղ բովանդակություն ունեցող
կարճ նախադասություն էր բոլորին հասանալի եւ դրա համար աշխատում էր լայն զանգվածի։ Այսինքն իդեմը Սերժի երևույթներին մերժենք այս Սերժը ասոցիացվում էր կոռուպցիայի հետ։ Հասկացա։ Բոլորի մոտ էր ասոցիացում քաղաքացու շարքային մինչև օլիգարխիայի ներկայացուցիչներ Սերժ Սարգսյանը ասոցիացվում էր կոռուպցիայի ամենաագահ, ամենապրիմիտիվ դրսևորումների հետ։ Եվ հայ ժողովուրդը ուզում էր հրաժարվել բոլորը Սերժից։ Այդ պատճառով Քայլ արա մերժիր Սերժին դարավ բոլորի համար իր ձևով, իր պատճառաբանությամբ տրամաբանված կարգախոս, որը նաև այն բան ուներ, որ պաշտոնապես ասել ես, որ իշխանությունը հանձնում ես Կարեն Կարապետյանին ու չարեցիր, խաբեցիր։ Ընտրություններ էլ հաղթեց Կարեն Կարապետյան։ Չէ՞։ 17 թվականի ընտրություններում դու չհաղթեցիր Սերժ, Կարեն Կարապետյանը հաղթեց։ Այդ ամենը բերեց այդ բանի անկախ նրանից ով ինչ կասի ոնց են կազմակերպել ինչ բան եւ այլն, բայց միտքը Բագրատ Սրբազանի մտավոր այդ շրջանակը ոչ թե գնում են դեպի գաղափարը հանրային դարձնելու, որովհետեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորենք գաղափար չի էլի։ Այսօրվա դրությամբ դա գաղափար չի։ Նիկոլին հանենք լավ կլինի գաղափար չի աշխատում այդ գաղափարը գաղափարը այն չէր երբ որ պարզապես ասում են Սերժին հանենք լավ կլինի չէր աշխատում այդ գաղափարը Քայլ արա մերժիր Սերժին այդ ուրիշ բան է ես հետ եմ բացատրում Քայլ արա մերժիր Նիկոլին պիտի իր բովանդակությունը հստակ ստանա դրա համար ես հարցրեցի ինչպես ենք հիշելու Փաշինյանին Հասկանում եք, ձևակերպվում է ներողություն ստերեոտիպ։ Դուք այնինչ ասում եք, մերժիր Սերժին, ինչպես ենք հիշում։ Չէ, մերժիր Սերժին, դա ոնց որ թե դուք ասացիք, որ ասոցիացվում է, դա էլ ստերեոտիպի նման բան է։ Չէ, մարդը, ում դու համեմատում ես։ Ձեր հարցի պատասխանը կարճ ասեք։ Չի կարողանա այլ կերպ ընկալվի Փաշինյանը, քան կապիտուլյացիայի հետ ասոցիացվող մարդ։ Հիմա ինքը իրեն Մարտին Լյութեր Կինգի տեղ տնի, չգիտեմ ինչի տեղ, Մարտին Լյութերը ներողություն, ոչ թե Կինգ, ինքը չի այլ կերպ ասոցիացվում, և Հայաստանից դուրս միջազգային հանրության մեջ, և Հայաստանում, և Թուրքիայում, և Ադրբեջանում, ինքը կապիտուլյանտ, գործիչ է, Եվ այդ ասոցիացիան մնալու է իր հետ հավերժ։ Ինքը դա չի կարողանա փոխել ոչ մի քայլով, ոչ մի գործողությունով։ Դա արդեն հանրային, այսպես ասած, բանի մեջ մտած է։ Հիմա կարգախոս մենք սկսում ենք արդեն տեխնոլոգիական դետալների մեջ կարգախոս Մերժիր Նիկոլին իրականում մերժիր կապիտուլյացիա։ Իսկ մերժիր կապիտուլյացիա Ռուսաստանի հետ Բագրատ Սրբազանի առաջարկը չաշխատեց։ Չէ՞։ Այսինքն կապիտուլյացիան պարզ այն է Անկարան, Թուրքիան, Ադրբեջանը, սա է սա։ Ալտերնատիվը ո՞րն է։ Այստեղ հիմա եւ շատ ծանր շատ բան գնում է այդ ալտերնատիվը մարդիկ էլի չեն ուզում տեսնեն Պարզապես չեն ուզում տեսնեն ալտերնատիվ Եվ երբ որ չեն ուզում տեսնեն շարժվում են ոչ թե որոնում են գաղափարական հենարանի որը որ հանրային կդարձնի ընդվզումը եւ հնարավորություն կտա օլիգարխիայից հեռանալ եւ այսպես ասած առանց օլիգարխիայի շարժում անել։ Այլ գնում են հակառակը դեպի ռադիկալիզացիա։ Ոչ թե քաղաքացիական խաղաղան հնազանդություն, այլ զանգվածային անկարգություններ, այն ինչը որ կարող է մեկ սաղրել ըստ ինձ քրեա իրավական իմաստով Բագրատ Սրբազանին եւ իր կողմնակիցներին զուտ այն հեռախոսային, հա, դա բավական ապացույցներ չեն եւ յուրաքանչյուր մարդ մինչեւ չապացուցվի իր մեղքը դատարանում անմեղ է,
Բայց այդ լավագույն դեպքում ոչ թե խոսք կարող է գնալ պետական հեղաշրջման, չի լինում պետական հեղաշրջում impeachment-ի, հա, միջոցով, այլ կարող է գնալ ռադիկալ բողոքի դրսևորումների մասին, որոնք որ առնչվում են զանգվածային անկարգություններ եզրույթի հետ։ Նպատակն էլ ստեղծել մթնոլորտ զուգահեռ impeachment-ի գործընթացին, հələ քաղաքական գաղափարի սնանկությունը։ Հարկավոր է վախեցնել ԿՊ-ի ֆրակցիայի ներկայացուցիչներին, որպեսզի իրենք վախենան, դրա համար պիտի ինչ որ պրոցես, ռադիկալ պրոցես լինի Երևանում, որպեսզի իրենք վախենան եւ իրենց հնարավոր լինի ասել դե մենք ձեզ անվտանգություն ենք երաշխավորում, քվեարկեք Փաշինյանին դեմ, այսինչին կողմ։ То есть այսինչը գալիս է, սաղին ասում է երաշխավորում եմ ձեր անվտանգությունը, եթե ինձ քվեարկեք, այս բողոքները կդադարեն։ Սա է բանաձևը։ Այդ բանաձևը եւ հիմա այն ինչ որ մենք ենք խոսացել, մարդկանց դեպի ազատություն տանում է, մարդկանց դեպի գիտակցություն տանում է, երկիրը դեպի պրոգրես տանում է, իմ կարծիքով չէ, և դրա համար ես չկամ այդ ամեն ինչի մեջ։ Անդրեաս Ղուկասյան, շնորհակալություն ձեզ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալ եմ սիրելի հայրենակիցներ, Հայ-կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ էի զրուցում, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։